Հայաստանն այսօր էլ պատրաստ է իր տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ հավելել է, որ Թուրքիայի հետ ծավալվող դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող ենք նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Ըստ Փաշինյանի, Հայաստանը քաղաքական առումով պատրաստ է ճանապարհ ապահովել Նախիջևանից դեպի Ադրբեջան եւ հակառակը, սակայն տեխնիկապես ենթակառուցվածքները դեռևս պատրաստ չեն։ Իսկ այս ամենը կյանքի կոչելու կարևոր պայմանը ըստ նրա խաղաղությունն է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքներով հաստատվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կարելի է ասել պատրաստ է, մնացել են վերջին նրբությունները, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Նա հավելել է, երկու կողմերն էլ կշարունակեն աշխատանքներն այս ուղղությամբ եւ երբ ժամանակը գա, համաձայնագիրը կստորագրվի։ Համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է, հայտնել են քննչական կոմիտեից։ Ֆակտոր TV-ի տեղեկություններով խոսքը Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի մասին է։ Ձայնագրության երկրորդ գործող անձը կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղա Նաբեղա Երնջակյանն է։ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել հրապարակ օրաթերթի դեմ։ Նա պահանջում է լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հոդվածներից մեկում տեղ գտած եւ իր կարծիքով զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Խոսքը Փաշինյանը դավաճանում է արդյոք կնոջը վերնագրով հրապարակման մասին է։ Վարչապետի ներկայացուցիչները պահանջում են նաեւ, որ հրապարակվող տեքստը չպարունակի հրապարակի կողմից որևէ այլ մեկնաբանություն կամ գրառում։ Բացի այդ, Փաշինյանը պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն դրամ փոխհատուցում որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս։ Երևանի Լենինգրադյան փողոցը կանվանափոխվի, որոշման նախագիծը ներառված է Երևանի ավագանու վաղվա նիստի օրակարգում։ Նախագծի համաձայն այն կկոչվի Քրք Քրքորյանի անունով։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը չի ձերբակալի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միջազգային քրեական դատարանի օրդերի հիման վրա, եթե նա այցելի Հունգարիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։ Սիարտոն ներկայում Վաշինգտոնում է, որտեղ քննարկումներ է անցկացնում Բուդապեշտում Թրամփ-Պուտին հնարավոր գագաթնաժողովի նախապատրաստման վերաբերյալ։ Ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հոկտեմբերի 22-ին ընդունման է պատրաստվում Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելուն ուղղված 3 օրինագիծ։ Հանրապետական սենատոր Ջեյմս Ռիշը Աքսիոսին ասել է, որ հարկավոր է հնարավորինս շատ բան անել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Օրինագծերից մեկով առաջարկվում է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն, մյուսն առաջարկում է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ Մոսկվային աջակցելու համար։ Երրորդ օրինագիծը նախատեսում է Միացյալ Նահանգներում պահվող ռուսական սառեցված ակտիվների վերաբաշխում, իսկ այնուհետև դրանց փոխանցում Ուկրաինային յուրաքանչյուր 90 օրը մեկ։